Շնորհակալություն, ես պետք է ուղղակի մի բան ավելացնեմ ասածներից, որովհետև գրեթե բոլոր ոլորտներին անդրադարձան, որ տվյալ դեպքում այդ ֆիզիկական անձ քաղաքացի Փաշինյան Նիկոլը ոչ միայն արհամարում է սահմանադրությունը, օրենսդրությունը Հայաստանի, այլև քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնակարգ, որտեղ գրված է, որ շատ կարևոր է ազնվություն և պարկեշտություն։ Եվս այդպիսի, ես ստիպված կարծում եմ, որովհետև այնքան նման չի, որ չեմ կարողանում հիշել, հավասարություն և խտրականության բացառում, և երրորդը հարգալից վերաբերմունք և բռնության բացառում։ Այսինքն, մենք կարող ենք հստակեցնել, որ այս քաղաքական ուժը չի հավանում, ոչ մեր սահմանադրությունը, ոչ օրենսդրությունը, դահատին գիտեք, բայց որ սեփական կուսակցության էթիկայի կանոնագիրքը ես խորհուրդ եմ տալիս, խնդրում եմ մինչև անգամ լրագրողները անպայման ծանոթանան այդ փաստաթղթի հետ, որովհետև այդտեղ եւ նշված է ամենավերջում, որ կուսակցությունը կոչ է անում վերջ տալ պատրանքներին, երազանքի երկիր փնտրելու պատրանքներին, էսա որ կա։ Այսինքն հստակեցնենք, որ ատելության խոսքը դա ձևերից, դա գործիքներից մեկն է, որը ոչ թե զուտ ուղղված է արցախահայությանը, դա հայության դեմ է, եւ այդպիսի կեցվածքը, այդպիսի գործողությունները ուղղակի ամենահզոր, կասեի ուժեղ սպառնալիքն են ներքին անվտանգությանը։ Երկրի ներքին անվտանգությունը հենց այսօր վտանգի ներքո է, ահա այսպիսի գործիքներով։ Հիմա ատելության խոսքը միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունները ուսումնասիրել են և առանձնացրել են պետականորեն հովանավորվող, բայց չկա պետականորեն իրականացվող։ Այդպիսի բան չկա, սա աննախադեպ է։ Հովանավորվող կա, այսինքն անձամբ իշխանության ներկայացուցիչները չեն անում դա որպես կանոն։ Մենք տվյալ դեպքում ունենք, որ այդ դեպքը, երբ որ հենց անձնապես դա արվում է, հենց չեն վստահում արդեն ԶԼՄ-ներին, չեն վստահում ամբողջական այդ աշխատանքը իրենց կուսակիցներին, այլ անձամբ, այսպես ասած, առաջնորդը այդ կուսակցության ինքն է իրականացնում և ցույց է տալիս օրինակը։ Ես որպես մարդու իրավունքների պաշտպան պետք է ասեմ, որ դա նշանակում է, դա խոսում է նրա մասին, որ այդ անձիկ բոլորը զրոյական արժանապատվություն ունեն։ Հայտնի է միջազգային իրավունքի մեջ մարդու իրավունքների, որ եթե անձը նսեմացնում է դիմացինի այլոց անձի արժանապատվությունը, դա միանշանակ խոսում է նրա մասին, որ իր արժանապատվությունը նսեմացված է մինչև զրո։ Եվ այս առումով միջազգային հանրությունը ոչ միայն տեսնում է, նա կներեք շատ անգամ ուղղորդում է։ Եվ եթե մենք խոսում ենք հովանավորչության մասին, ատելության խոսքի, ապա այսօր ատելության խոսքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող, թե չգործող, չգիտեմ, վարչակազմի կողմից և հովանավորվում է ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից։ Եվ մենք, ես պիշտ ասում եմ, որ կարող ենք մենք այսօր նշել, որ հերթական անգամ հայերը հայտնվել են քաղաքակրթության պայքարի առաջնագծում։ Այդպես չի, որ մեր տեղ ինչ-որ մեկը պետք է դա անի։ Դա իրապես մարտահրավեր է, դա քաղաքակրթական մարտահրավեր է, և այո, առաջի անգամ չի, որ հայությունը կանգնում է այդպիսի իր առջև ծառացած այդպիսի մարտահրավերների։ Ինչ է առաջարկում միջազգային իրավունքը, ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն, ասում է կրթվեք, ասում է կրթությունը
այնպես անենք, որ մարդիկ կրվեն անկիրթ են դա հստակ, այսինքն մենք տեսնում ենք, որ կրթված չեն այս առումով, եւ երկրորդը այն պատշաճ գրագիտությունը չունեն այն հարցերում, որ իրենց վրա են վերցնում խոսելու։ Եվ ես միայն ավելացնեմ մի բան, երբ որ ասում ենք, թե ինչպիսի խոսքերով է հանդես գալիս, ես հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկը արտահայտում էր իր կարծիքը, որը չէր համընկնում այս վարչակազմի կարծիքի հետ, եւ այդ ժամանակ քաղաքացի Փաշինյան Նիկոլը հստակեցրեց, դուք ձեր կարծիքն եք արտահայտում, իսկ ես պետության կներեք դա քաղաքական անմեղսունակության մասին է խոսում։ Եվ մենք այսօր ահա այդ վիճակում ենք։ Ես կարող եմ բերել տարբեր օրինակներ, երբ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտարկել է այդպիսի գործեր ատելության խոսքը եւ այլն։ Եվ շատ հստակ ամեն անգամ ձևակերպվել է, որ պետական մակարդակով հովանավորվող խոսքը ատելության միտված է ոչ միայն այն սոցիալական խմբին, որին դիմում են, այլ նա միտված է սոցիալական ոչ համերաշխություն կամ համերաշխությունը քայքայելուն, ստեղծելուն այնպիսի կոնֆլիկտներ, որոնք որ կարող են դառնալ այդ իշխանական ուժի համար ուղղակի սկզբունք եւ գործիք իր իշխանությունը պահպանելու, պաշտպանելու համար եւ վերջինը դա իրապես մենք պետք է հասկանանք այս վարչակազմը որևէ վտանգ չի զգում հասարակության կողմից, ժողովրդի կողմից։ Նա գտնվել է, գտնվում է եւ ինչքան մնա գտնվելու է արտաքին, կրկնում եմ, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների արտաքին կառավարման ներքո։ Շնորհակալ։ Այսինքն միջազգային իրավունքի եւ միջազգային կազմակերպությունների վրա հույս դնելը այս պարագայում տեղին չէ։ Պարոն Ստեփանյան, այս հարցը կապված ավելացում ունեք։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է իրենց դիմենք։ Մենք պետք է իրենց դիմենք ոչ թե խթրանքով, այլ հստակ ձևակերպելով մեր պահանջը եւ իրենց անգործությամբ զանգվածային առումով մարդու իրավունքների խախտումը։